որ Երևան քաղաքը վաղուց է շեղվել համայնանական սկզբունքներից, տեսանելի է եւ շատերն են այդ մասին բարձրաձայնում, մասնավորապես իմ շրջապատում մշակույթի շատ եւ շատ հայտնի մտավորականներ, գործիչներ։ Ես խոսեմ Երևանի կասկադի մասին, որը Հայաստանի ամենատեսարժան վայրերից մեկն է եւ իր նշանակությամբ նաեւ աշխարհում եզակիներից մեկն է համարվում։ Թամանյանական սկզբունքներից բխելով իբրև մայրաքաղաքի հյուսիս-հարավ ճառագայթի կարևորագույն հատված, կասկադը շեշտում է Հայոց Սուրբ Լեռան, Արարատի նաեւ քաղաքաշինական առանցքը եւ իր կերպարում ամբողջացնում է հայ հոգեվոր մշակույթի ժառանգության տարերով իմաստավորված արժեքները։ 1971 թվականից ընթացող կասկադի շինարարությունը անավարտ մնաց 88 թվականին։ Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ ճարտարապետի ինչ-ինչ պատճառներով մահվանից հետո կամ տասնամյակներ անց, նույնիսկ դարեր անց ավարտին է հասցվել տվյալ շինարարությունը։ Ես բերեմ մի քանիս այդպիսիներից են Անտոնիո Գաուդիի 1880 թվականի նախագծով մինչև օրս շարունակվող Սագրադա Ֆամիլիան, Լուիս Քանի 70-ականների նախագծերով կառուցված կառավարական շենքերը Բանգլադեշում, Ռուզվելտի հուշահամալիրը Ամերիկայում, Սուրբ Պետրոս եկեղեցի Ֆրանսիայում եւ այլն շատ չթվարկեմ։ Կասկադը, մեր կասկադը եւս պետք է կարծում ենք ավարտին հասցվի բացառապես ճարտարապետ հեղինակների Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի, Ասնա Մխիթարյանի կողմից իրականացված եւ հաստատված նախագծի հիման վրա եւ իր տրամաբանական շարունակությամբ միավորվի հայոց պետականության կոթողին։ Այս պահանջը բխում է հայ մարդու ազգային ինքնաճանաչողության եւ ազգային արժանապատվության թելադրանքից, իսկ ինչ է տեղի ունենում ներկայումս։ Մինչև քաղաքային ներկայիս իշխանությունը ավելի քան 20 տարի Պարոն Հարոյան, 2 րոպե հարց տալու համար սպառվեց։ Ես հիմա կպատասխանեմ, դուք կարող եք 1 րոպե արձագանքել կամ մեկ այլ հարց։ Ուզում եք հարցերը տամ միանգամից։ Միանգամից հարցին անցեք։ Լավ։ Ինչ որոշման հիման վրա է այս կարևորագույն ճարտարապետական կառույցի հարցը մտել ակտիվ քաղաքացի հարթակ, որտեղ գրանցվածները դույզնինչ տեղյակ չեն կասկադի պատմությունից։ Ինչու են արհամարվել համահեղինակ Ասնա Մխիթարյանի նոր նախագծերը եւ ինչ կազմակերպություն է շահել եւ ինչ հիմունքներով է իրականացնելու շինարարությունը։ Շնորհակալ եմ։ Պարոն Հարոյան, սկսենք 2007 թվականից, երբ Գաֆէսճյան հիմնադրամը առաջարկել է իրականացնել Կասկադ համալիրի վերջնահատվածի կառուցման աշխատանքները, այսինքն այն հատվածի կառուցման աշխատանքները, որոնք որ հիմա Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է, որպեսզի իրականացվեն։ 2007 թվականին տեղի ունենում ճարտարապետական միջազգային մրցույթ։ Այդ մրցույթին մասնակցում են տարատեսակ ընկերություններ, որոնց ճարտարապետական առաջարկները քննարկելուց հետո, ոնց հասկանում եմ, որևէ մեկը չի ընտրվում։ Ընտրվում է նյույորքյան ճարտարապետական մի գրասենյակի առաջարկ, որը շատ կրկին հետաքրքիր առաջարկ է լինում, եւ շատ կարևոր հանգամանք, պարոն Հարոյան։ Ջիմ Թորոսյանը ինքը Կասկադ համալիրի հեղինակը ընդունում է, որ այդ հատվածում կարող է իրենց նախորդ իսկ առաջարկված նախագծից տարբերվող նախագիծ իրականացվել։ Սա 2007 թվականի պատմության մասին է խոսքը։ Այսինքն արդեն իսկ այդ ժամանակ, երբ որ քննարկումները տեղի են ունենում, հեղինակը նախագծի իր դրական եզրակացությունն է տալիս այդ ճանապարհով շարժվելու։ Հաշվի առնելով այս հանգամանքը, որ կար նյույորքյան հետո տեղի ունենում միջազգային ֆինանսական տնտեսական ճգնաժամ, նախագիծը չի իրականացվում, այսինքն հիմքերը փորվում են, հիմքերը ստեղծվում են, այդ կետում կանգնում է։ Մինչև 2000, եթե չեմ սխալվում, 24 թվական կամ 23-24 թվական, երբ որ էլի ակտիվանում են այս խոսակցությունները։ Ես անձամբ հանդիպում եմ նյույորքյան գրասենյակի ճարտարապետի հետ։ Եվ դրան զուգահեռ Երևանի քաղաքապետարանում մենք քննարկում ենք նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը։
որի ժամանակ Երևանում է լինում ֆրանսիական Վիլմոտ Associates ընկերության հիմնադիր Ժան-Միշել Վիլմոտը, էլի հայտնի ճարտարապետ։ Որպեսզի օրինակ վերհիշեկում մասին է խոսքը, եթե Փարիզում եղել եք եւ տեսել եք Փարիզի կենտրոնում ռուսական մշակութային տունը, որը նաև տենց եկեղեցու տեսք ունի, դա հենց այդ Վիլմոտ Associates-ն է։ Ինքը Ժան-Միշելը, պարոն Վիլմոտը, իր նախաձեռնությամբ իրականացնում է նաև Կասկադ համալիրի այդ վերջնահատվածի էսկիզային առաջարկ։ Մեր ճարտարապետական խորհուրդը, քաղաքաշինական խորհուրդը ընդլայնված կազմով, ավել ճարտարապետներ հրավիրելով, քննարկում է Կասկադ համալիրի տարբեր առաջարկներ, եւ որոնք որ եղել են նախկինում, եւ նյույորքյան առաջարկը, եւ ֆրանսիացի ճարտարապետի առաջարկը։ Եթե շատ կարճ ասեմ, ոչ մի հանգուցալուծման չի գալիս, պարոն Ասլան Մխիթարյանը նույնպես մասնակցում է այդ քննարկումներին։ Ոչ մի հանգուցալուծման չեն գալիս մեր ճարտարապետական խորհուրդները ընդլայնված կազմերով եւ առաջարկ է լինում որոշակի ֆիլտրված, այսպես ասած, տրամաբանությամբ դնել քվեարկությամբ, որպեսզի մարդիկ իրենք որոշեն, թե որ ճարտարապետական առաջարկը պետք է լինի Կասկադում, որովհետեւ մի քիչ լավ, մենք այս փակ սենյակներում հավաքվեցինք, քննարկեցինք, բայց ամեն դեպքում ինչ որ մի տրամաբանությամբ պետքա ավելի լայն մասաները ներգրաված լինեն process-ին։ Այդ առաջարկից վերջում ֆիլտրվում են այս երկու նախագծերը, տարբեր պատճառներով այլ նախագծերը չեն ներգրավում։ Եվ մի պատճառ չի, շատ տարբեր է, ես ուզում եմ նորից հատուկ շեշտել Ջիմ Թորոսյանը։ Տեսեք, Ջիմ Թորոսյանը 2007 թվականին ինքը դրական արձագանք է տվել նաև փոփոխության, այսինքն մոդելի փոփոխության, եւ իրականում ճարտարապետները ընդհանուր առմամբ համաձայն են, որ ձեր ասած, այսպես ասած, տրամաբանության շարունակությունը միանշանակ լուծման ճանապարհը չէ։ Եվ հետեւապես այս երկար process-ով դրվում է քվեարկության ակտիվ քաղաքացի հարթակում որոշվում է, որ այդ նախագիծն է իրականացվելու, այդ նախագիծը ֆրանսիական նախագիծը արդեն իսկ մենք վերցնում ենք որպես հիմք էսկիզային առաջարկի եւ դնում ենք կառուցման մրցույթի եւ կառուցման մրցույթի հիմքում դնում ենք որ կենտրոնական հատվածում են ինչ որ պետք է կառուցվի, դա հանձնվում է քաղաքին ամբողջապես եւ դրա, այսպես ասած, այդ ծախսը, որպեսզի փոխհատուցվի, տրվում է հնարավորություն հարակից տարածքում բազմաֆունկցիոնալ կոմպլեքսի կառուցման։ Սա է ընդհանուր պատմությունը, եթե այսպես ընդհանուր հակիրճ ներկայացնեմ։ Խնդրեմ արձագանք։ Ես այդ մասին ոչ այդքան մանրամասն, բայց բավական տեղեկացված եմ, Ասլան Մխիթարյանի հետ երկու անգամ հանդիպել եմ։ Ձեր քաղաքապետարանի կողմից նամակ է ուղարկվել նախաձեռնող խմբին, որպեսզի չշեղվի 70-ականներին ստեղծված այս նախագիծը, նախագծից շեղումներ չլինեն, եւ նախաձեռնող խմբին պատասխանել են, իբր Ասլան Մխիթարյանը նույնպես մասնակցում է այս ամենին, բայց Ասլան Մխիթարյանը ինքը անձամբ նշեց, որ ինքը տեղյակ չի դրանից։ Եվ 2-3 ավելի հրաշալի նախագծեր Ասլան Մխիթարյանը ներկայացրել է, որոնք ընդհանրապես չեն քննարկվել։ Ես ուզում եմ ռիսկերից մի երկուսը նշել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նույնիսկ առաջարկություն էլ ունեն, որովհետև համահեղինակ Ասլան Մխիթարյանի գլխավորությամբ կարող են հանձնառու մասնագետների հետ որոշակի թեկուզ հիմա էլ որոշակի հանդիպումներ տեղի ունենան, շտկումներ մտցնել նորաստեղծ նախագծում, բոլորս էլ կողմ ենք, որ Կասկադը հասնի վերջնարդյունքին, գեղեցիկ այդ հրաշալի Կասկադը, բայց Կասկադին կպած վերևի հատվածում կառուցվելու է ըստ իմ տեղեկությունների կառուցվելու են բարձրահարկ շենքեր, որոնք էլ լրիվ անիմաստ են դարձնելու Կասկադի ի սկզբանե նախատեսված դերն ու նշանակությունը։ 1. Ըստ նոր ծրագրի 3 մեծ դիտահարթակները, որոնք պարոն Վիլմոտը ամենայն հարգանքով ֆրանսիացի ճարտարապետի հանդեպ, 3 մեծ դիտահարթակները կիսով չափ, իսկ մոտենալիս նույնիսկ ամբողջովին ծածկում են այդ հրաշալի կոթողը։ Վերջապես Ասլան Մխիթարյանի այդ բազմաթիվ ծրագրերը, որոնք ներկայացված են եղել, բայց չեն ուսումնասիրվել, այնտեղ
նույնպես ընդգրկված են եղել եւ համերգադահլիճը, բազմաթիվ ցուցասրահներ եւ այլն։ Այսինքն իմ խոսքի վերջում ես ուզում եմ նշել, որ հիմա էլ կարծում եմ ուշ չէ նորից այս հարցը բարձրացնել, հանդիպել, ուսումնասիրել, քննարկել եւ վերջնական շտկումներ մտցնել։ Շնորհակալ եմ, պարոն Հարոյան, նախ տեղեկացնեմ, որ ոչ միայն պարոն Ասլան Մխիթարյան, ոչ միայն պարոն Մխիթարյանի նախագծերն են քննարկվել, այլ նաև շատ եւ շատ հայ ճարտարապետների նախագծեր են քննարկվել, շատ եւ շատ միջազգային, շատ հեղինակավոր ճարտարապետական գրասենյակների նախագծեր են քննարկվել։ Որքանով որ ես եմ տեղյակ, պարոն Հարոյան, Ասլան Մխիթարյանը նաև այս process-ում մասնակից է, եթե ես չեմ սխալվում, էլի պարոն Մխիթարյանը հիմա այս process-ում ոչ, Ասլան Մխիթարյանի առաջարկները ինձ մոտ գծագրերով կան, մարդը արդեն հիմա դուք Ասլան Մխիթարյանի անունից ասում եք ինչ-որ մի բան, որովհետև դուք իր անունից եք ասում, թե որովհետև ես իր անունից եմ ասում, ես Ասլան Մխիթարյանի հետ հանդիպել եմ 4 օր առաջ, տեսեք, ես ամենայն հարգանքով պարոն Մխիթարյանի նկատմամբ ամենայն հարգանքով ես ուզում եմ հիշեցնել, որ այնուամենայնիվ Ջիմ Թորոսյանը 2007 թվականին այնուամենայնիվ իրենց ընդհանուր առաջարկից տարբերվող առաջարկին կողմ է եղել եւ ինքը Ջիմ Թորոսյանը հեղինակը, այսպես կոչենք, հեղինակը, էլի Կասկադ համալիրի ասել է, որ այո կարող է 3 համահեղինակներ են, Սարգիս Գուրզադյան, Ջիմ Թորոսյան, ամենայն հարգանքով, էլի պարոն Հարոյան ջան, եկեք մի քիչ այնուամենայնիվ բան անենք, էլի այդտեղ։ Մենք լսել ենք պարոն Մխիթարյանին էլ ենք լսել, իր նախագծերն էլ ենք տեսել, ամենայն հարգանքով այդ նախագծերը մերժվել են նույնիսկ մեր քաղաքաշինական խորհրդում, ամենայն հարգանքով։